Հոկտեմբերյանի Արգավանդ գյուղից։ Այդտեղ այգիները այդտեղ են։ Այո, այո։ Մեծ հողատարածք, հա։ Հա։ Մի հեկտար։ Մենակ սալոր եք հաճեցնում այնտեղ։ Չէ, սալոր մեկ էլ ծիրան։ Այս տարի շատ քիչ էր։ Ծիրանը։ Անցյալ տարվա 10%-ի չափով։ Իսկ գնային փոփոխություններ եղել են, որ Դե այս տարի որ քիչ էր, մի քիչ անցյալ տարվա համեմատ մի քիչ բարձր էր գինը։ Ինչքան մոտավոր։ Դե միջինը 5-ից 600 գրամ էր, էլի։ Բայց անցյալ տարվա 10%-ն է բերք այս տարի։ Իսկ գնում են մարդիկ, առնողներ կան։ Դե առնում են, այս տարի ծիրանը լավ էր, այս բանն է, սալորն է մի քիչ դժվարությամբ ծախսում։ Ինչքան եք վաճառում։ 300-400։ Պետք կար սալորի Սալորն էլ է քիչ։ Մենակ վաճառում են։ Հա։ Բայց մարդիկ առնում են, առնողներ ունեք, մշտական Դե հաճախորդներ։ մշտական չէ, ամեն օր չեմ գալիս, էլի։ Հա։ Իսկ միջև աճեցնելը մշակման փուլը շատ է չարչարանք Դո պահանջում։ բան չէ, շատ է։ Ինչ եք անում Այս օրինակ։ տարի ամեն ինչը թանկ էր, պարատանութը թանկ էր, վարյանութը թանկ էր, այս տարի ամեն ինչ թանկ էր ու բերքն էլ քիչ էր այս տարի։ Այդքան չարչարվեցիք, Հա։ պետքն էլ քիչ էր։ Իսկ ձեր չարչարանքի գինը, եկամուտը ձեզ գոհացնում է։ Ոչ։ Չեք ստանում ձեր Այնքան ցանկալի որ արդյունքը։ աշխատում ենք, կարողանանք վարկերը փակենք։ Եղած գումարը ուղարկում ենք բանկ։ Իսկ պետության աջակցությունը կա գյուղացու, նկատում եք դուք։ Պետությունը աջակցում է Չէ, ձեզ։ ոչ մի հարցով չաջակցում։ Ցրտահարություն լինի, կարգտահարություն լինի։ Կարգտահարություն 24 թվին եղավ կարգտահարություն։ Այս տարի նոր բան փոխհատուցում արեցին։ Երևի ընտրություններից առաջ է դրա համար արեցին, էլի։ Իսկ ցրտահարության համար Չէ, փոխհատուցում չկա։ չկա, չէ։ Բայց ինչ ակնկալիքներ դուք ունեք օրինակ, պետությունը ինչպես պետք է Դե գյուղացու այսօր օգնի։ առաջնային է բանը, իրացումն է, այդ վաճառքն է, էլի։ Հա։ Խնդիրը հիմնականում է դա։ Թե չէ աճեցները կարանք աճեցնենք, բայց Մթերման խնդիրը մթերման այսօր ամբողջ օրը ես 62 տարեկան մարդ գալիս կանում եմ մի սուտկա, որ կարողանա մի 100 կիլո բան ծախել։ մոտավոր այսօր ինչքան եք վաճառել։ Այսօր մի աշիկ եմ թամեն ծախել։ Հա։ Քանի ժամավոր շուկայում եք։ Արդեն 2 ժամ է։ Հա։ Իսկ որ ռուսական շուկա հայ գյուղացու գյուղմթերքը դուրս չի բերվում, ձեզ վրա անդրադառնում է, դա ինչ հաստատություն է թողնում։ Իհարկե։ Ստե արդեն լճացում ալին, ստե չի վաճառում։ Ռուսական շուկան օգնություն էր այս պարագայում։ Ռուսական շուկան, եթե գնա, մեր բերքը, որ ասում են Եվրոպա, ոչ մի Եվրոպան մեր սենց ապրանք միջև ասեն դե այնքան գումար կբարձրանա։ Գոհ եք ռուսական շուկայից։ Իհարկե։ Մեր գյուղը ապրանքի համար 90%-ը ռուսական շուկա է գնում։ Իսկ պատճառը հիմա ո՞րն է ձեր գնահատմամբ։ Դե քաղաքական է, չէ, ես չգիտեմ, Խնդիրը մեր մեջ է, ռուսների մեջ է, ո՞րն է պատճառը։ Դե երևի մեր մեջ է, որ Եվրոպային գնում, դրա համար էլ իրանք բան են փակեցին, էլի։ Եվրոպան այլ ընտրանք չի ռուսական շուկային։ Դե Եվրոպան, բայց մեր ապրանքը կընդունի իրանք այնքան, իրանց մոտ այնքան բաներ ապրանք են լճացում լինում է տենում ենք, էլի նա, ելնում են ճանապարհ են փագան, բան բերքը բերում են, բան թափում են։